Ադրբեջանական զինուժի գնդակոծությունից վերջին մեկ օրում հրազենային վիրավորումով հիվանդանոց են տեղափոխվել 2 խաղաղ բնակիչներ։ Հայաստանի պաշտպանության նախարարությունը հաղորդում է, որ 3 կեսօրից հակառակորդը ինտենսիվ գնդակոծության է ենթարկել շփման գծի, ինչպես նաև ՀՀ սահմանագոտու դիրքերն ու հարակից բնակավայրերը։ Ըստ հաղորդագրության, Հայաստանի զինված ուժերի եւ Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի ստորաբաժանումների պատժիչ գործողություններից հետո հակառակորդի նախահարձակ ակտիվությունը ճնշվել է։ Հրազենային վիրավորում ստացած խաղաղ բնակիչներից մեկը Լեռնային Ղարաբաղի Թաղավարտ գյուղի բնակիչ Երվանդ Ֆիրյանն է։ Արցախի հեռուստատեսության տեսանյութում 27-ամյա երիտասարդը պատմում է, որ գնդակոծվել է այգում գործանելու ընթացքում։ Что գործունեես ընկլել առաջի գիծից 5-6 կիլոմետր հեռու։ Միշտակաս գործուց դե դղալի լել։ Միշտ հողեր մշակելու ուստի։ Միշտ ես դղան եմ նաղդ։ Մի 20-25 հտե նաղդ թխալն։ Լավ է տրակոստես կսալա գվարցասի լոքում տուա կշացա յոգոտ հարկում լիլը։ Ոշու։ Կշացալ վեպատեն զեհսի պարնալա միշին կողքավ հնցնեիս լավի մաշին հիլին կոտրալա յանարաստի կամակում եշել զի լավ պարնալայից։ Հրազենային վիրավորում ստացած մյուս քաղաքացին Տավուշի մարզի Բերքաբեր գյուղի բնակիչ Նորիկ Ալիխանյանն է։ Էրեբունի բժշկական կենտրոնի գործադիր տնօրեն Միքայել Մանուկյանի խոսքով 64-ամյա քաղաքացու մոտ առկա են բազմաթիվ վնասվածքներ։ Նրա վիճակն այս պահին գնահատվում է բավարար։ Հիվանդը տեղափոխվել է երեկոյան, հետազոտություններից հետո պարզվել է, որ հիվանդի մոտ կա բաց կծկավանդակի ոչ թափանցող վնասում, երրորդ կողմ կոտրված եւ թիակի կոտրված։ Հիվանդի վիճակը գնահատվել է միջին ծանրության, տեղափոխվել է վերակենդանացման բաժին, կատարվել են համապատասխան վիրաբուժական մշակումներ, եղրվել են համապատասխան դեղեր եւ ցավազրկողներ։ Առավոտյան հիվանդի վիճակը գնահատել ենք բավարար եւ հիմա հիվանդը գտնվում է հիվանդասենյակում։ Շփման գծի վերաբերյալ հայտարարությամբ հանդես է եկել նաև Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակը, որի տվյալներով մարտի 20-ից 26-ն ընկած ժամանակահատվածում շփման գծում հակառակորդի կողմից տարբեր դրամաչափի հրաձգային զինատեսակներից, այդ թվում ականանետերից ու նռնականետերից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 13,000 կրակոց։ Լեռնային Ղարաբաղի նախագահի խոսնակ Դավիթ Բաբայանը խաղաղ բնակչության գնդակոծումն ահաբեկչություն է որակում։ Գործ ունենք արաբեկչական պետության հետ։ Հիմա դա նույն ահաբեկչությունն է, որևէ բանով իրեությամբ չի տարբերվում։ Փարիզում, Բրյուսելում, տարբեր այլ տեղերում կատարված այդ ահաբեկչություններից եւ մարդասպանություններից փաստորեն։ Բաբայանի պնդմամբ Ադրբեջանը տոներին ընդառաջ միտումնավոր է սրում իրավիճակը, անտեսելով Մինսկի խմբի ու ԵՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ դեսպան Անջեյ Կասպրիշիկի կոչերը Նովրուզի եւ Սուրբ Զատիկի տոներին խստորեն պահպանել հրադադարը։ Եվ հիմա, երբ որ վաղը Զատիկն է, մենք տեսնում ենք, որ Ադրբեջանը դիկտատորիալ խախտում է զինադադարի ռեժիմը, այն էլ ոչ միայն Արցախի սահմաններում, այլ նաև Հայաստանի Հանրապետության սահմանների մի բավականին երկար հատվածում։ Սա մարտահրավեր է ողջ միջազգային հանրությանը, սա անհարգալից վերաբերմունք է միջազգային հանրությանը առաջի հերթին, եւ կարծում եմ արդեն ամոթ է ուղղակի, որպեսզի միջազգային հանրությունը ավելի կոշտ դիրքորոշում չի որդեգրի այս առումով։